Զաքարյանի հետ մի հարցում համաձայն չեմ, որ ասում հարցը տալիս, թե եթե զորավարժություններ լինեն, պայմանական հակառակորդ ով է, այս իշխանության պարագայում զորավարժություն պարզապես չի լինի։ Պարոն Զաքարյանը ղեկավարել է, պարոն Զաքարյանը բանալի դեմքերից մեկն եղել պաշտպանության նախարարության, եթե մոնիտորինգ անենք պաշտպանության նախարարության պաշտոնական զինուց ծրագիրը, որը հարկատուների գումարներով է ստորվում, կտեսնենք, որ ծաղիկ ու թիթեռ նկարելուց բացի բան չկա։ Երբեմնի մեր փառապանտ բանակի խոսափող զինուց ծրագիրը սկսվում է, որ ատեստացիայով ինչ-որ սպա սկսել է բարձր աշխատավարձ ստանալ, վերջանում է, որ ևս 3 աղջիկ գնացել են ծառայության ինչ-որ 1 միլիոն, 1,5 միլիոն դրամի հաշվին ու վերջ։ Մեկ թիթիզ բաներ, ֆորմայի։ Պարոն Հովհաննիսյան, իրականում շատ անկյունակարային հարց է, գործընկերներս տարբեր անվտանգային շերտերի անդրադարձան, մի քիչ կընդհանրացնեմ ավելի։ Գիտեք, անվտանգության մեծ սպառնալիքների մեջ այսօր մի օրինակի վրա ասեմ, այսօր ականատես եմ եղել մի զրույցի, մեկը մեկին ասում է, որ մոտ ազգական է մահացել, բայց սա չեմ գնալու։ Հարցրեց ինչի, ասեց երեխեքը նիկոլական է։ Ասեց երեխաները, որովհետև նիկոլական են։ Իրականում սփյուռք հայրենիք պառակտվածությունը առանձին վիհել ներհայաստանյան պառակտվածությունը, որովհետև նախորդ 30 տարիներին քաղաքական պայքարը որքան էլ դժվար է եղել, որքան էլ ճակատի եղել, երբեմն նաև զոհերի է հանգեցրել, բայց երբեք քաղաքականությունը ներհասարակական, ներընտանեկան պառակտվածության պատճառ չի դարձել։ Վերադառնալով Սփյուռքի։ Իրականում այսօր էլ լուրջ մտքի գեներացիա կա Սփյուռքում։ Սփյուռքում լուրջ խմորումներ կան, ինքնագնահատման, ինքնափնտրության, այսպես ասեմ, որովհետև ի վերջո 20 թվականի 44-օրյա պատերազմից այդ ողբերգական արդյունքներից հետո Սփյուռքը լուրջ մի մեծ ճգնաժամի առաջ է կանգնում։ Ես միշտ Սփյուռքի հիասթափության օրինակը միշտ բերում եմ Հալեպում Արամ Մանուկյան դաշնակցության մեծ կենտրոն կա, մի քանի հարկանի շենք է, որի ռեստորանը կոչվում է Սպիտակ։ Եվ ինչի է կոչվում Սպիտակ, որտեղ հալեպահայ նվիրատվություններով, երբ որ սկսել են շենքը կառուցել, որ այսօր հայության հավաքատեղին 88-ի երկրաշարժն է եւ ամբողջ շենքի շինարարությունը կանգնեցրել է եւ ամբողջ ներուժը հալեպահայությունը ուղղել է հայրենիք, ինչպես Սփյուռքի բոլոր գաղութները։ Եվ հետո միայն երբ որ շարունակել է շենքի կառուցումը, շարունակությունը, դրա համար հիշատակ Սպիտակի երկրաշարժի այդ ճաշարանը կոչվում է Սպիտակ։ Եվ իրականում 30 տարի Սփյուռքը մի կանգնեցրել է իր զարգացումը, ներքին շենացումը, հազար մի տեսակ կառույցների վրա աշխատանքը, այդ ամբողջ ներուժը ուղղելով հայրենիքին։ Եվ 44-օրյա պատերազմից հետո բնականաբար ինչպես շատերիս մոտ փլուզում է, այլևս չկա Արցախ, այլևս չկա այդ 30 տարվա պայքարը։ Իրենք պետք է շատ անկեղծ ասել։ Պարոն Զաքարյանը շատ լավ ճանաչում է Ամերիկայի Հայդատի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակում աշխատում է Էլիզաբեթ Չուրջյան անունով Ամերիկայի մեր ընկերուհի, որ Էլիզաբեթը մատոր է եղել տարիներ շարունակ։ Հայ հեռուստադիտող Էլիզաբեթին գիտի, որովհետև ամենահասանելին եղել լրատվամիջոցների։ Պարոն Զաքարյանը տեսել է հայոց ցեղասպանության բանաձևի քննարկում եւ քվեարկությունը ոնց են կազմակերպում։ Ես Էլիզաբեթի հեռախոսահամարը երբեք հեռախոսումս չեմ պահել, բայց անգիր գիտեմ մինչև հիմա, ամերիկյան համարներն երկար են, որ գրեթե 2 օր, 1 տարիներ շարունակ ես Էլիզաբեթի հետ խոսել եմ հեռախոսում։ Պետք է անկեղծ ասեմ,
44 օրյա պատերազմից հետո ես երես չեմ ունեցել Էլիզաբեթին զանգահարել։ Երես չեմ ունեցել, որովհետև եւ ինքը մարմնացումն է իմ համար նաեւ Սփյուռքի, որովհետև ես չգիտեմ ինչ ասեմ, մարդ որ իր 24 ժամ իր ամբողջ գիտակից կյանքը նվիրել է ամերիկյան կոնգրեսում, պետական կառույցներում, հանուն Հայաստանի, հանուն Արցախի, հայ ժողովրդի այդ ամբողջ աշխատանքի։ Ես էլ ինձ համարում որպես ամբողջ Հայաստանցու մարմնացուն երես չեմ ունեցել։ Եվ շատերի դեպքում է այդ մեծագույն պրոբլեմը։ Երկրորդ վտանգը որ կա, որ այսօր մեր երկրում տեղի ունեցողի շարունակությունն է։ Նայեք, եկեղեցու դեմ արշավը դուք վերնագիր ես քննարկման դրել եք Հայաստանի եւ հայության։ Իրականում լրջագույն սպառնալիք է ամբողջ Սփյուռքի համար։ Իրավական առումով սպառնալիք է, որովհետև 2-3 թեզեր, մեկ որ մայրաթորը, չգիտեմ, տարբեր եպիսկոպոսների KGB-ի գործակալ են, այլ երկրի ենթարկող են։ Ի վերջո ամենայն հայոց կաթողիկոսը եւ հայ առաքելական եկեղեցին համահայկական է։ Ամենայն հայոց կաթողիկոսն է աշխարհի տարբեր թեմերում թեմակալ առաջնորդ նշանակում, հոգևորականներ գործուղում եւ բոլոր երկրների անվտանգության մարմինների համար այս անուղեղների այդ ամբողջ ներքին պայքարը եկեղեցու դեմ դառնում է լուրջ մտահոգության գործիք, որովհետեւ եթե գործակալ է, եթե այլ երկրի գործակալ է, նշանակում է իր գործակալական ցանցը ամբողջ աշխարհով։ Եվ եւս մի բան կա, այդ նույն շրջագծում թե վայ ինչի է այլ երկրի քաղաքացի եւ սպառնալիք է մեր բոլոր թեմերի համար, նվիրապետական աթոռների համար։ Ուսանց ուղեղում այդ չկա Երուսաղեմի հայոց պատրիարքությունը, Կշիռը համահայկական հայ ժողովրդի ամենամեծ ձենքերից մեկը, ամենամեծ ուժականություններից մեկը։ Սրանց ուղեղը չի ասում, որ իրեն ներքին եկեղեցու դեմ պայքարով իրենք լուրջ սպառնալիք են Պոլսո պատրիարքությանը, որտեղ Պոլսո պատրիարք կարող է ընտրվել միայն Թուրքիայի Հանրապետության քաղաքացի։ Եվ իրականում այս առումով սարսափելի մեծ վտանգ է։ Եվ ընդհանրապես գիտակցություն այդ սպառնալիքների ես հիշում եմ արտաքին հետախուզական ծառայության ձևավորման հարցի քննարկման ազգային ժողովում մեկ էլ հելել է ու ասում են դե հա արտաքին հետախուզական ծառայություն Սփյուռքից էլ կարող ենք օգտվել հարվածի տակ դնելով Սփյուռքում ապրող տարբեր երկրների օրինապաշտ մեր 100,000-ավոր միլիոնավոր հայրենակիցների իսկ հնարավոր է արդյոք վերականգնել տեսեք ինչ շատ հաճախ շատ հարցերում ասում են հնարավոր է արդյոք միշտ հայացքը ցուղում եմ օրինակի 88-ի Արցախյան շարժումից 2-3 ամիս առաջ համալսարանի դասախոսներից մեկը որ շատ հարգի դասախոս է երբ որ ասեցի Արցախ Ղարաբաղ ցույցի պետքա գնամ առաջին ցույցն էր 87-ին կլորացած աչքերով ինչ Ղարաբաղ ինչ բան մի քանի ամիս հետո հայ ժողովուրդը Արցախ էր գով նույնը վերաբերում է Սփյուռքին պետք է նկատի ունենանք որ Սփյուռքը ամբողջական տարողությամբ մինչև 88 թվականը մինչև ազգային շարժում եւ Հայաստանի անկախացում մեծամասամբ վանված է եղել Հայաստանը խորհրդային Հայաստանի պայմաններով այդ հաշվի չառնենք Սփյուռքի այդ կոմիտեն որ կար հայրենիքի ձայնը սովետական Հայաստան ամսագրել է որովհետև մեծամասամբ այսպես ասեմ նաև դաշնակցության ազդեցության շրջանակները ամբողջությամբ կոտորված էին պահանջվեց 1-2 տարի որ այդ ամբողջը վերադառնա հետո նաև նոր անկախ Հայաստանի ժամանակ ինչ որ պայի նարին ջուտողները չպետք է որոշեն Հայաստանի քաղաքականությունը բավականին լուրջ հարված էր հայրենիք Սփյուռք հարաբերությունների բայց մենք ունեցանք հայրենիք Սփյուռք հարաբերությունների թույլ տվեք ասել ոսկե դար որովհետև հայրենիք Սփյուռք փոխգործակցությունը նաև ազգային հարցերի շուրջ հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման
հարցի շուրջ 2007-ին հանգեցրել էր Թուրքիայի ամենահայտնի լրագրողներից մեկի Մehmet Ali Birandի խմբագրականի վերնագրին հայկական ցունամի Birandը իր երկրին, իր ժողովրդին, իր կառավարությանը Թուրքիայի ասում է, որ դուք լուրջ չեք վերաբերում, հայկական ցունամին է գալիս եւ իրականում հնարավոր է վերականգնել այդ ցունամին, բայց այստեղ պետք է գործ ունենանք լրիվ նոր որակի իշխանություն, որը ի տարբերություն սրանց, որոնք 18 թվականից հետո անտեսեցին Սփյուռքի բոլոր կայացած կառույցները եւ սկսեցին անհատական ինչ-որ երկխոսություններ առանձին անհատների հետ։ Իդեպ այդ առանձին անհատներից շատերը նույն Միացյալ Նահանգներում, եթե առաջին 1-2 տարին այս իշխանության հետ ուներ հարաբերություններ, հիմա ամբողջովին երես են թեքել։ Եվ դրա համար Սփյուռքում այդ Սփյուռքի գործերի հանձնակատարի նշանակած մարդիկ համայնքում անճանաչելի մարդիկ են։ Նախ իրական համագործակցությունը պետք է լինի Սփյուռքի կայացած գործում իշխանություն ունեցող կառույցների հետ։ Պետք է անկեղծ զրույց Սփյուռքի հետ հասկանալու նաև Սփյուռքի խնդիրները, հասկանալու եղած խնդիրները եւ նաև անկեղծություն ունենալու ներկայացնելու իրոք մեր խնդիրները եւ Սփյուռքը համարելու որպես հայության միասնականության խորհրդանիշ։ Ես ճիշտ եմ հասկանում, որ այնուհանդերձ խոսքը ինչ խոսում են պոզիտիվի մասին նոր իշխանության բանով են ելակետից էլի ճիշտ բան նոր բան պիտի առաջարկի Սփյուռքին, որտեղ հին մոդելները արդեն ջախջախված են նույն 20 պարտությունից հետո հին գաղափարներ, հին ինչ-որ նոր բան պետք է առաջարկենք, նոր մոդել գտնենք Հայաստան-Սփյուռք այդ բանը մեծացնելու, հայկական աշխարհի վերակառուցման, հին գաղափարներով կամ գաղափար չասեմ էլի, հին մոտեցումներով գուցե հնարավոր չլինի, թե իրոք այդ առումով այն կայացած ինստիտուտները, որ կային, ուզենք չուզենք, Հայաստան հիմնադրամ, որ այնպես են հերնանեցել Հայաստան հիմնադրամի գաղափարին, որ այլևս վերակենդանացումը շատ ավելի վնաս կարող է պատճառել, թե հիմա կա ինչ-որ ծածուկ գործեր են անում, բայց որպես այդպեսի չկա։ Նախ կառուցվածքային համագործակցությունը, որովհետև կրկնում եմ Հայաստանի Սփյուռքի միջև կառուցվածքային համագործակցություն չկա ուղղակի։ Նույն Սփյուռքի նախարարության գործունեությունը, որովհետև այդ գրասենյակը, որը կա, ուղղակի ազնական ճաշակով ինչ-որ մի մարդու աշխատավարձ տալու հիմնարկություն է դարձել։ Եվ առաջնահերթություններն ու խնդիրները, որ ունի Սփյուռքը, գիտեմ, հայապահպանությունն է, անվտանգությունն է, որովհետև այսօր պետք է ցավոք ընդունենք, որ Սփյուռքի ողնասյուն գաղութները, նույն Պարսկաստանինը, Սիրիային հատկապես ունեն մեծագույն վտանգներ, մարտահրավերներ, նայեք, եւ իրականում նաեւ այսպես ներ Հայաստանում այդ ցավ ապրելու հարցն է։ Եթե հիշեք Քեսապի օկուպացիայի ժամանակ Հայաստանը ապրում էր Քեսապով մի բան։ Ազգային ժողովուրդ նույնիսկ միջոցառումն էր, տեսեք, այսօր Ղամշլի հայությունը, այդ քրդաբնակ շրջանների հայությունը մարդից է կապված։ Մի բառ, մի ծպտուն չես լսի։ Երուսաղեմը լուրջ հայությունը խնդրեմ ունի եկեղեցապատական գույքերի հետ։ Ծպտուն չես լսի, այսինքն նաև Սփյուռքը պետք է հասկանա, որ հանձինս Հայաստանի Հանրապետության ունի տեր, այսինքն հոգեբանական եղած են պատնեշների հաղթահարումը հնարավորություն կստեղծի նոր գաղափարների ու առաջնահերթությունների, գիտեմ, դա չեմ ասի, ժամանակից չգնեմ, բայց այդ մտահոգություններով պայմանավորված նաև Դաշնակցության մեջ ինչ-որ կառուցվածքային գործնական նաև աշխատանքներ են արվում։